Բարև ձեզ հայեր ջան, այսօր ես կպատմեմ հայերի հայրենիքի կամ հայոց հայրենիքի մասին։ Նախքան այդ ամենի պատմելը ես ասեմ, որ հայերը հայոց պատմության մեջ հայկական լեռնաշխարհը կամ հայոց աշխարհը եղել է սև Կասպից միջերկրական ծովերի միջնատարածքում, որը մեծագույն մասը կազմում է հայկական լեռնաշխարհը։ Հնում նաև հայկական աշխարհը անվանել են նաև հայկական պետականությունը նաև անվանել են 3 ծովերի երկիր եւ նաև սկզբնական շրջանում պատմեմ հայկական լեռնաշխարհի մասին։ Հայկական լեռնաշխարհը աշխարհագրական տարածք է, որտեղ ծագել են հազարամյակներ շարունակ ապրել է, ստեղծագործել եւ իր պատմությունն ու մշակույթն է կերտել հայ ժողովուրդը կամ հայ ազգը։ Հենց այդ փաստը նկատի ունենալով, որ 19-րդ դարում եվրոպացի գիտնականները լեռնաշխարհը անվանակոչել են հենց հայկական լեռնաշխարհը գտնվում է փոքրասիական բարձրավանդակի եւ իրանական Սարարարթի միջեւ, հարավից սահմանակից է Միջագետքին, հյուսիսից Սև ծովին ու Կուր գետի ավազանին։ Հայկական լեռնաշխարհի տարածքը կազմում է շուրջ 400,000 քառակուսի կիլոմետր։ Հայկական լեռնաշխարհը ունի ծովի մակերևույթից 1500-ից 1800 մետր միջին բարձրություն։ Շրջակա երկրամասերի համեմատ ունեցած բարձրության համար այն կոչվում է լեռնային կղզի։ Մեր լեռնաշխարհի ամենաբարձրագույն կետը դա Մասիսն է կամ Մեծ Արարատ լեռնագագաթը, որը ունի 5165 մետր բարձրություն, որի սկիզբը առնելով դեպի արևմուտք է ձգվում հայկական պար լեռնաշղթան հյուսիսային եւ հարավային մասերի բաժանելով հայկական լեռնաշխարհը։ Հարավից լեռնաշխարհը բնական ամրոց է վերածում հայկական Տավրոսի, Մասիուսի, Մասիոն, Կորդովաց, հարավ-արևելքից արմենական անտիտավրոսյան, հյուսիս-արևմուտքում սպոնտական լեռնաշղթաների, հյուսիս-արևելքում լեռնաշխարհի փեշերը եզերում են Կուր գետով։ Հսկա լեռնազանգվածի միջև տարածվում են բարեբեր դաշտավայրեր, մեծագույն արարատյան դաշտն է, հայտնի են Մշո, Շիրակի եւ այլ դաշտավայրեր։ Հայկական լեռնաշխարհը շատ հարուստ է ջրային պաշարներով։ Հայաստանի լճերից ամենամեծը Ուրմիա լիճն է, մնում Կապուտան ծով։ Խիստ աղիության պատճառով լճում որևէ ձկնատեսակ չի աճում։ Մեծությամբ երկրորդը Վանա լիճն է, հնում Նայիրի երկրի ծովի աղի ծովակ, Բզդունյաց ծով, Հայկական լիճ եւ այլն, որն այսօր ունի 4 կղզի, ամենամեծը Աղթամարն է։ Այն նույնպես ունի աղի ջուր, լճում բազմանում է միայն Տառեղ ձուկը։ Խոշորագույն լճերից մեկը, որն ունի քաղցրահամ ջուր, բազմատեսակ ձկներ եւ այսօր գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, դա Սևանա լիճն է։ Գեղամա կամ Գեղարքունյաց ծով։ Այն ուներ 1 կղզի, որը լճի մակերևույթից իջեցման պատճառով խորհրդային իշխանության տարիներին վերածվեց թերակղզու։ Լեռնաշխարհը հարուստ է միջին եւ փոքր լճերով։ Հյուսիսային ծովակը Արջիշկը, Ծովք, Փարվանա եւ այլն։ Լեռնաշխարհից են սկիզբ առնում առաջավոր Ասիայի բազմաթիվ խոշոր գետեր՝ Եփրատ, Արաքս, Կուր, Ճորո, Խալիսը, Ջահանը, որոնք թափվում են Պարսից ծոց, Կասպից, Սև եւ Միջերկրական ծով։ Հայաստանում Եփրատը ձևավորվում է 2 ճյուղերի՝ արևմուտքից եւ արևելքից, Արածանի։ Նույնպիսի կազմավորում ունի նաեւ Տիգրիսը։ Արևելյան Տիգրիսը կոչվում է նաեւ ջերմ։ Հայկական լեռնաշխարհը հնուց ի վեր հայտնի է եղել հարուստ բուսական եւ կենդանական աշխարհով եւ բազմաթիվ օգտակար անածոներով։ Ստացվել է այնպես, որ հայկական պետական կազմավորումների սահմաններ չեն համապատասխանել հայկական լեռնաշխարհի աշխարհագրական սահմաններին։ Մեծ Հայք օրինակ
ընդգրկել է լեռնաշխարհի մեծագույն մասը, արևելքում ներառել է Պայտակարան նահանգը, որը լեռնաշխարհից դուրս է գտնվում։ Բացի այդ, հայկական պետականության քդարյա բացառիկ մի դարաշրջան ենք ունեցել հարավ-արևմուտքից լեռնաշխարհի սահմանակցող Կիլիկիայում։ Այս ամենը հաշվի առնելով Սև, Կասպից և Միջերկրական ծովերի միջնատարածքը մենք կոչենք ընդհանուր անվամբ Պատմական Հայաստան։ Այս մոտեցումն առկա էր դեռևս 19-րդ դարում 1772 թվականին լույս տեսած նոր տետրակ, որ կոչի «Հորդորակ» գրքում Մովսես Բաղրամյանը Հայաստանը ներկայացրել է 20 նահանգների մեծ հայքի 15 նահանգները, Փոքր հայքը առաջին, երկրորդ, երրորդ հայքերը, Հայոց միջագետքը և Կիլիկիան։ Հայերն իրենց հայրենիքը կոչում են Հայք կամ Հայաստան, օտարները այն կոչել են նաև Արարատ, Ուրարտու, Արմանում, Արմինա, Արմենի, Էրմենիստան, Կուտիու, Նաիրի, Սոմխեթի և այլն։ Պատմական Հայաստանի վարչակարգական բաժանման մասին խոսելիս սովորաբար հիշատակվում է միայն երկուսը՝ մեծ և փոքր հայքեր։ Մինչդեռ անհրաժեշտ է հիշատակել ևս երկուսը՝ Կոմագեն և Կիլիկիա։ Մեծ հայքի տարածքները ըստ հույն աշխարհագրական Պտղոմեոս I-ից II դարերում բաժանված էր 20 նահանգների, ըստ հայկական աշխարհացույցի այն բաժանվել է 15 աշխարհների կամ նահանգների՝ Բարձր հայք, Ծոփ, Աղձնիկ, Տուրուբերան, Մոկ, Կորճայք, Պարսկահայք, Վասպուրական, Սյունիք, Արցախ, Փայտկարան, Ուտիկ, Գուգարք, Տայք և Այրարատ։ Աշխարհներն իրենց հերթին բաժանվել են գավառների, որոնցից ընդհանուր թիվը շուրջ 200-ն է։ Մեծ հայքի և փոքր հայքի բնական սահմանները արևմտյան երկրատն էր։ Հարավում փոքր հայքն ընդգրկել է Մալաթիայի շրջանը, հարավում սահման ունենալով հայկական Տավրոսի լեռնագագաթները, իսկ հյուսիսում, ըստ հույն պատմագետ Ստրաբոնի, հասել է մինչև Սև ծով, ներառյալ Տրապիզոնն ու Փառնակիան։ Կոմագենը Կամախ, Կումուխ գտնվել է հայկական լեռնաշխարհի հարավ-արևմտյան ծայրամասում, հայկական Տավրոսի լեռների հարավային փեշերի արևելքում, սահման ունենալով Եփրատ գետը։ Այն ինքնուրույն փոքրիկ թագավորություն էր Ք.ա. երկրորդ հազարամյակում և Վանի թագավորության՝ Ուրարտու կամ Արարատյան թագավորության ժամանակ լինելով վերջինիս դաշնակիցը։ Երևանդունյան ժամանակաշրջանում մինչև Ք.ա. 201 թվականը մտել է Հայաստանի կազմի մեջ, ապա Ք.ա. 163 թվականից մինչև Քրիստոսի ծնունդը 72 թվականները եղել է անկախ հայկական թագավորություն՝ երևանդուների մի ճյուղի գլխավորությամբ։ Կիլիկիան գտնվել է Միջերկրական ծովի հյուսիս-արևելքի ափի հյուսիսում, սահման ունենալով Կիլիկյան Տավրոսի, իսկ արևելքում Ամոնիս լեռները։ Հյուսիս-արևելքում Կիլիկիան սահմանակից է Կոմագենին։ Չնայած հայերի շատ վաղ ներկայացությունը Կիլիկիայի հայկական իշխանության, ապա թագավորության տարածք է դարձել միջնադարում, 9-14-րդ դարերում։ Դրանից հետո ևս այն եղել է հայաշխարհի կարևորագույն մայրց, որտեղ անգամ ցեղասպանությունից հետո վերապրող հայությունը 1920 թվականի օգոստոսին հանրապետություն հռչակեց։